Եկեք գնանք Սաղմոսները, 71-րդ Սաղմոս, առաջի խոսքից եմ ուզում կարդալ։ Ով Տեր, քեզ հուսացի, թող չամաչեմ հավիտյան։ Համեք Դավիթ ինչ ասում։ Քեզ եմ հուսացել, թող հավիտյան չամաչեմ։ Քո արդարությունով ինձ ապրեցրե ու ազատիր ինձ։ Ականջը ծռիր ու ինձ փրկիր։ Ինձի ապավինության վեմ եղիր եւ ամուր բերդ ինձ փրկելու, որովհետեւ դու ես իմ վեմս ու ամրոցս, ով իմ Աստվածս ամբարիշտի ձեռքից, անօրենին ու բռնավորի ձեռքից ինձ փրկիր։ Ուզում եմ ուշադրություն դարձնես այս խոսքին, որովհետեւ իմ վստահությունս դու ես, ով Տեր Աստված, մանկությունիցս ի վեր դու ես իմ հույսս։ Գիտեք ինչ հետաքրքիր բան ասում, որովհետեւ իմ վստահությունս դու ես, ով իմ Տեր Աստված, այստեղ ո՞նց է գրած։ Իմ մոտ գրած է վստահությունը։ Իմ վստահությունս ասում է դու ես։ Դու ես իմ վստահությունը։ Սա գիտեք այնքան կարևոր է, որ դու իրականում հասկանաս։ Եվ մյուս ինչ ասում, մանկությունից ի վեր դու ես իմ հույսը։ Սաղմոս 2-ն երգում է, որ ես ամբողջովին վստահում եմ քեզ։ Գիտեք այնքան հեշտ է հավատալը։ Այնքան հեշտ է հավատալը, գիտեք։ Այնքան հեշտ է ուղղակի ասել ես հավատում եմ ու վերջ։ Բայց գիտեք ինչքան դժվար է վստահելը։ Գիտեք դու պետք է այնքան վստահ լինես, որ ում վրա որ հենվում ես, ինքը խույս չի տալու դու վայր ես ընկնելու։ Ամեն։ Գիտեք վստահելը համարձակության գործակիցը, դու պետք է համարձակություն ունենաս, որ կարողանաս իրեն վստահել։ Որովհետև Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է համարձակության մոտենանք շնորհած աթոռին։ Այլապես դու չես կարող վստահել։ Նայեք Դավիթը ինչ ասում։ Ուզում եմ մի բան էլ ասել վստահության հետ կապված, հետո նոր կշարունակեմ Դավթի ասածը։ Մեկի մի բանի համար պատասխանատվությունը վստահորեն հանձնել մյուսին, զգալով ապահով ամեն բանի համար։ Զգալով ապահով ամեն բանի համար։ Գիտեք սա վստահությունն է։ Գիտեք ես կարող եմ ասել, ես հավատում եմ, բայց գիտեք, երբ որ հերթը հասնում է վստահելուն, հարց առաջանում, ես ինչքանով կկարողանամ վստահել։ Եթե մի անձնավորություն, ում որ դու չես ճանաչում, ինքը գալիս եւ ձեզ ասում է. ուզում եմ, որ դու ինձ 100,000 դրամ պարտքով գումար տաս։ Վաղը չեմ իսօրը կվերադարձնեմ։ Դու իրեն չես ճանաչում։ Կվստահես։ Հա։ Եթե հարցնես ընդհանուր ով է, գիտես էլի չես կարող վստահել, որովհետև քո ամսական աշխատավարձը 60,000 դրամ է, ինքը քեզանից 100,000 դրամ գումար է ուզում, այդ նշանակում է դու ինչքան ես խնայել, որ հավաքել ես այդ 100,000 դրամը, բայց գիտես մեկն է, որին որ դու ճանաչում ես, որ գիտես ինքը ով է, որ գիտես իր նիստուկացը, որ գիտես իր խոսքը, դու կվստահես իրեն թե ոչ։ Գիտեք, ուզում եմ մի բան մտածենք, կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք մտածեք, ինչքանով են կարողանում այս խոսքեր իրականում ասել։ Դու ես իմ վստահությունս, ով իմ Տեր Աստված։ Դու ես իմ վստահությունս, ինչքանով են կարողանում իրականում դա ասել։ Գիտեք մենք շատ անգամ ինչ ենք անում, սիրելի ծնողներ, Տեր ես իմ երեխուն վստահում եմ քեզ։ Բայց գիտես 3 վայրկյան հետո
Սկսում ենք նորից կոնտրոլ անել։ 3 վայրկյան հետո նորից կոնտրոլ ենք անում։ Բայց Ամոս 2-ն ասում է ես վստահում եմ քեզ։ Վստահում եմ քեզ։ Հանձնում եմ քեզ։ Համարձակ տալիս եմ։ Գիտես, ես չեմ վախենում ոչ մի բանից։ Գիտեք դա երբ է լինում, երբ որ մենք սկսում ենք, ես անցած շաբաթ խոսում էի Տիրոջ ավելի ճանաչելու մասին։ Նայեք, երբ որ մենք սկսում ենք Տիրոջը շատ ճանաչել, մենք սկսում ենք շատ վստահել իրեն։ Անդոք քիչ առաջ խոսվում է նվիրատվության խոսք։ Երբ որ դու վստահում ես Աստծուն, դու չես վախենում քո ֆինանսները ընդཐུպ նվիրել իրեն։ Որտեղ դու վստահում ես։ Գիտես, որ խոստացողը հավատարիմ է։ Երբ ենք կարողանում ավելի վստահել, երբ ճանաչում ենք։ Ինչքան շատ ես ճանաչում, այնքան ավելի ես վստահում Աստծուն։ Գիտեք, մարդիկ կան, որ ես ինչքան ավելի շատ եմ ճանաչում իրենց, այնքան ավելի դադարում եմ վստահել։ Գիտեք ինչի, որտեվ հասկանում ես, որ այս մարդը վստահելու չի, որովհետև սովորեցնում ես, խրատում ես, բացատրում ես, դարձյալ հնարավորություն ես տալի, դարձյալ մարդը անում է, ինչ որ անում է։ Ու դու հասկանում ես, որ ինքը էլ վստահելի չի։ Դու չես կարող իրեն վստահել։ Գիտես ինչի։ Որովհետև ինքը չունի վստահությունը։ Ինքը չի ուզում փոխվի, ինքը չի ուզում վերականգնվի։ Անում այն ինչ ուզում է։ Հիմա նայեք, երբ որ մենք ճանաչում ենք Տիրոջը, մենք կվստահենք իրեն, մեր կյանքի ցանկացած իրավիճակ։ Միգուցե մեկ ասի, հովիվ ես դաշտում աշխատում եմ։ Բայց ես չգիտեմ ոնց վարվեմ, ինչ անեմ, ես մի բան կարող եմ ընդամենը քեզ ասել։ Ժամանակ ունեցիր Տիրոջ հետ առանձին շփվելու։ Ու երբ որ դու Տիրոջ հետ առանձին կշփվես, Տերը կխոսի քեզ հետ ինչ անես։ Տերը կխոսի քեզ հետ ինչ անես։ Ու երբ որ դու սկսես վստահել Տիրոջ ասածին, դու ամեն բանում հաջողակ կլինես։ Որովհետև երբ որ դու վստահում ես այն խոսքին, որը որ երկնքից եկել է, այդ խոսքը քեզ երբեք ամոթով չի թողելու։ Բայց եթե դու քնում ելում ես մտքիդ ինչ փչում հետի անում ես, հետո ընկնում ես փորձության մեջ, գիտեք Աստված չար բանով երբեք ոչ մեկի չի փորձում։ Ոչ մեկի։ Շրջվի կողքինդ ասա Աստված քեզ չար բանով չի փորձելու։ Հասկանում եք։ Բայց սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս, որ երբեմն դու հայտնվում ես փորձության մեջ, կամ դա Աստված է թույլ տվել, որ դու փորձվես ավելին դիպ գտնվես, մյուս տարբերակը դա քո ցանկությունն է, որ դու հայտնվել ես այդտեղ։ Ես ուզում եմ մի քանի դրվագներ Աստվածաշնչից քեզ ցույց տամ Աստծուն վստահելու հետևանքը։ Առաջի բանը այն Հերոսը, ում որ ես այնքան շատ եմ սիրել եւ իր անունով էլ իր այդ անվան կերպարով կոչեցին որդուն, դա Դանիելն է։ Դա Դանիելն է։ Այս ամեն անգամ երբ որ կարդում եի Դանիելի գիրքը, գիտեք, պատանի ժամանակահատվածից մարդը նվիրված սիրում Աստծուն ու վստահում Աստծուն ամբողջովին։ Ընդհանուր ժամանակահատվածում, երբ որ պետք է իրենց թագավորական կերակուրներով կերակրեին, ինք ասում է մենք հրաժարվում ենք, մեզ մենակ ընդեղ են տվեք, ես բաները տվեք։ Այդ սննդի կառավարիչը, այդպես ասեմ, ասում է բավոր հանգարց նիհարեք, ես ոնց եմ, քո գործը չի։ Քո գործը չի, մենք ունենք Աստված, ով որ ամեն բան կանի, գիտեք, սա խոսում է մարդու վստահության մասին, որ մարդը վստահում է Աստծուն, որ չալաղաշխորովածուկ, չգիտեմ, քյուֆտա ու քյաբա, որ չկերավ կնիարի, մարդ ասում է, գիտես, ես չեմ ուզում այդ կերակուրները, ես ուզում եմ այն կերակուրները, որը որ իմ Աստծուն դուր է գալիս, եւ ես ավելի բարետես կլինեմ, ու այդպես էլ լինում է։ Գիտեք, վստահությունը դա գործողություն է, որը որ դա պետք է դու ցուցաբերես։ Ուզում եմ այդտեղ նայենք։ 6-րդ գլուխը չեմ ուզենա ամբողջը կարդամ։ Գիտեք, երբ որ Աստված Դանիելին բարձրացրեց, հայտնվեցին մարդիկ, որ սկսեցին նախանձել Դանիելին։
Եվ գիտեք, համոզեցին թագավորին, որ ինքը մի հատ այսպիսի նամակ հրովարտակ հրատարակի, ով որ բացի թագավորից որևիցե մի աստծու աղոթ քանի, իրան գցելու են առուսների գուբը։ Քանիսը դրանից հետո աղոթ կանեիք։ Դե հով ջան, մենք մեր սրտի մեջ ենք աղոթում։ Գիտեք, ես հանդիպել եմ մարդկանց, որ նման հրովարտակ չկա հրատարակված, ասում է, դե հով ջան, որ պարկում եմ քնելու, այդ վաղ աղոթում եմ։ Ուզում եմ հասկանամ, եւ որ պարկում ես քնելու, մենակ այդ վաղ ես աղոթում։ Ինչ ես աղոթում։ Ինչ ես աղոթում։ Հիսուս ջան, ես տեղ եմ, հա? Ու վերջ։ Նայեք, 10-րդ խոսքը 6-ի։ Երբ Դանիել իմացավ, թե հրովարտակը ստորագրվեց, իր տունը գնաց, իր սենյակի պատուհանները դեպի Երուսաղեմ բաց էին։ Ու նայեք չի փակում ինքը։ Օրը 3 անգամ ծնկի վրա գալով աղոթում էր եւ իր Աստծուն գոհություն էր մատուցում իր նախկին սովորության պես հրովարտակը չփոխեց Դանիելի աղոթքի ձևը։ Չասեց, դեր իմ Աստված, թե դու գիտես ես քեզ ոնց եմ սիրում, այս պատուհանը փակեմ, էլի հարևանները չտենան։ Գիտեք շատերը ինչի չեն գալիս եկեղեցի այսօր։ Որտեղ մտածում են, բա որ մարդիկ տենան, ես գնում եմ եկեղեցի, հետո ինչ են ասելու։ Ասեմ քեզ։ Ես ասում եմ այն մարդկանց, ովքեր ու տենց են մտածում, սենց տնեց հարևանները այդ քո մասին բան են ասում։ Նիհարես ասում են հաշ չեն տալի, շատ կներեք էլ, մի քիչ հումորով ուզում ասեմ, չխոտկա է դարձել։ Կամ էլ, չգիտեմ, այնքան կերկողը ուտում վրեն չի երևում։ Մի քիչ գերես, ասում են մենակ ինքն ուտում տվել իր հաստությանը։ Մի քիչ բարձրահասակ ես, ասելու են էս բանա, աշխարհաբեկնա։ Մի քիչ ցածրահասակ ես, ասելու են ինչքան որ ցածր է, երկու այնքան գետնի տակ։ Մեկ այն չասես ասելու են։ Մազերը երկար ասում են, նայեք մազերը երկար որ մարդկանց հրապ, մազերը կարճ ասում են, երևի բանա, հիվանդությունի մազերը կարճապահում։ Գիտեք, մարդը այդպիսին է։ Ինչ ասես ինքը կարա խոսի։ Այդպիսի մի առակ կա, մի հատ նախագահի մասին է խոսում, ասում է սատանան ու ինքը նստում մտածում են, թե ինչ անեն այս ազգի գլխին, ասում արի քեզ ասեմ ինչ անենք ազգի գլխին, սատանայի ականջին էի ասում, դե այդպես մի հատ վատ սև հումոր էր, ինչ որ բան ասում սատանայի ականջին, սատանաս ասում մեղա քեզ Տեր Աստված։ Յանամ ես դες բանը մինչև անգամ չէի կարող մտածել, մարդը մտածում է ազգի գլխին ինչ անենք։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մարդը այդպիսին է։ Գիտեք Դանիելի սովորությունը չփոխվեց։ Շարունակեց օրը 3 անգամ պատուհանը բաց աղոթքի կանգնել։ Դա գիտեք ինչ է իմ համար նշանակում։ Տեր, ես վստահում եմ քեզ։ Ինձ հետաքրքիր ինչ ա գրած։ Գիտեք ինչի։ Որովհետև ինքը լավ գիտեր, որ դառնալու առուսների կեր։ Գուցե մեկը մտածում ու խիշ լավ այս նի արեմ։ Առուսները մոտիկ էլ չեն գա, դիկադենս ոսկորներ ատամներս քջարդի են, մյուս ասում բայես ինչ անեմ, մի քիչ գերեմ, ինչ չմփալով կուտեն։ Գիտեք, ես չգիտեմ Դանիելի ֆիզիոնոմիան ինչպիսին էր, բայց գիտեմ որ բավական ջիկ տղամարդ էր։ Արդեն երիտասարդ էր։ Ասած իմ հոգս չի։ Իմ հոգս չի ինչ կլինի, ես վստահում եմ Աստծուն։ Նայեք, Դանիելի վստահությունը Աստծո վրա նաև վստահություն էր բերել թագավորին, որտեղ թագավորը շատ էր հարգում ու սիրում Դանիելին։ Նայեք 16 խոսքում ինչ ասում։ Երկրորդ վերջի մասն եմ կարդում։ Քո Աստվածը, որ դու անդադար պաշտում ես, նա քեզ պիտի ազատի։ Չի հարցնում։ Ազատի թե չէ։ Ասում նա քեզի պիտի ազատի։ Սա գիտեք վստահության խոսք է։ Սա հավատքի խոսք է։ Վստահ ասում է քո պաշտած Աստվածը քեզ ազատելու է։
Ուզում ասի Դանիել չվախենաս։ Ուզում ասես որ Դանիելն ասում է չվախենաս։ Կարաս այդ առուզներին մի երկու հատ ուրիշ բան կերակրես։ Որ կուշտ տնեն, չնայած որ կուշտ լինելու էլի հայտնի չի ինչ լինելու էլի։ Քո Աստվածը որ դու անդադար պաշտում ես ինքը քեզ ազատելու է ասում։ Գիտեք սա վստահության խոսքեր են։ Շատ անգամ քեզ հարցնում են, դու քրիստոնյա ես։ Սկսում ես կմկմալ, դե ով չհավատում Աստծուն։ Բոլորը հավատում ենք, մենք քրիստոնյա ազգ ենք, ու սկսում ես գիտես ինչ 150 հատ պատմություն հորինել, որ մեր ազգը քրիստոնյա է, մենք էլ ենք հավատում։ Ասեմ քեզ, այդտեղ վստահություն չկա։ Եվ որ քեզ հարցնում են դու քրիստոնյա ես, եւ որ դու համարձակ խոսում ես, որ դու քրիստոնյա ես, դա նշանակում է դու վստահում ես քո Աստծուն։ Դու վստահում ես Աստծուն։ Եվ այսօրվա այս 21-րդ դարի այս ալիքները քեզ ոչ մի բան չեն անում, որովհետև դու անձը դրդվելիս ես կանգնած ես։ Ով ոչ մի բան չի կարա քեզ վնասի։ Ասում քո Աստվածը, որ դու անդադար պաշտում ես, նա քեզ պիտի ազատի, չի ասում Դանիել, արի աղոթենք, որ քեզ ազատի։ Վստահ խոսում է։ Գիտեք դա ինչ է մասնախոսում, որ դու վստահ գիտես, երբ որ նստելու ես գնացքը, ինքը քեզ հասցնելու է Երևան։ Քանիսը դեք մտածում, եթե այդ գնացքը ձեզ ճանապարհի կեսին վտարի ենթարկվի ու դուք մահանակ կնստեք այդ գնացքը։ Ով կնստի։ Ոչ մեկ չի նստում։ Գիտեք դուք վստահում եք, չէ՞, այդ մեքենավարին, որ ձեզ կհասցնի Երևան։ Այդ դեպքում շատ անգամ ինչի՞ չեք վստահում Աստծուն։ Գիտեք ինչի, որովհետև չեք ճանաչում։ Եվ որ սկսեք Աստծուն դու ավելի ճանաչել ոնց որ Դանիելը, հավատացեք դուք կվստահեք իրեն։ Հավատացեք ձեր կյանքի բոլոր իրավիճակներում դուք կվստահեք իրեն։ Ինչ եք մտածում, Աստված Դանիելին չասես, Դանիել, չմտածես, տղես։ Ես հրեշտակին ուղարկելու եմ, ժամանակակից կոճել եմ ուղարկում։ Առուստերի բերանը սենց կոճով փաթաթելու է։ Չեն կարողանալու բերանը բացեն։ Արխային գնա։ Գիտեք ոչ մի բան չէր ասել Դանիելին։ Ու գուցե Դանիելը մտածում էր, հեսա ճանապարհի կեսին Տերը հրեշտակը կհայտնվի սուրը ձեռին։ Ու այդ էշը այս կողմի փոխարեն այն կողմ պիտի գնա։ Բաղարները սկսի ծեծել էշին։ Բոլորը ունքերը խոժոռում են։ Գիտես նման պատմություններ չէր մտածում։ Դանիելը ինքը մի բան էր ասում, դեր ես վստահում եմ քեզ, ինչ լինում է թող լինի։ Ու գիտեք իրան գցեցին առուստների կուպը, բերան էլ փակեցին, ու թողին գնացին, մտածելով որ չլսենք այդ ձեները, օգնեցեք ինձ։ Գիտեք իրան գուցե դες մտածում էին։ Փակին բերանը գնացին։ Ու գիտեք ամբողջ գիշեր թագավորը չի քնում։ Առավոտը գալիս է, Դանիել, այն Աստված, ում որ դու պաշտում ես, արդյոք քեզ ազատեց։ Ու գիտես ինքը ակնկալիք չուներ, որ սա ձենա լսելու, բայց միջև այդ ինքը այնքան վստահ էր խոսում։ Ասաց այո, ես տեղ եմ, դուք պատկերացնում եք թագավորի ուրախությունը։ Փաստորեն ես տենց էլ գիտեի, որ քո Աստված կարող է քեզ փրկել, արեք, շուտ արեք, բացեք, հանեք Դանիելին, քանի առուստները չեն փոշմանել։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Եվ ասում են մյուսներին գցելուց արդեն օդի մեջ, հələ գետին չասած, ամեն մեկ իր փայը վեգալել էր արդեն։ Օդի մեջից այն մեկը մեկին բրտում է, մի քիչ փափուկ է, ես այս մասն եմ տանում, մեկ ասում է, ես թևերն եմ սիրում, թևերը դելիկատես է։ Այն մեկ ասում է, ես վիժիկն եմ ուզում, այն մեկ ասում է, բդիկը, տոտիկը, Պանիկովսկու, լավ դա հումոր էր։ Ու գիտեք ասում հոշոտեցին օդի մեջ։ Եվ նայեք ինչ եղավ, Դանիելի վստահությունը Աստծո վրա, Աստծո փառք ամբողջ թագավորության մեջ տարածեց եւ ասեց Դանիելի Աստծուն դիմենք պաշտենք ու վերջ։ Գիտես քո վստահությունը Աստծո վրա ստիպելու է մարդկանց որ քո Աստծուն պաշտեն։ Իսկ երբ որ դու վստահություն չունես Աստծո վրա, դու վստահություն չունես Աստծո վրա, նշանակում է դու չես ճանաչում Աստծուն։
Եվ որ դու չես ճանաչում Աստծուն, դու ում ես վստահելու, ասեմ, վստահելու ես բանկի կառավարիչին, վստահելու ես Փարոսի կառավարիչին, վստահելու ես քո գործատուի դրամապանակին, ուրիշ ոչ մի տեղից դու ակնկալիք չունես։ Բայց երբ որ դու վստահում ես Աստծուն, Աստված 1 միլիոն ճանապարհ ունի քեզ օրհնելու, բարձրացնելու։ Համիկ ասես ոնց, չգիտեմ, բայց ինքը գիտի։ Ձեզ բառ օրինակ ամբողջ եկեղեցի շենքի շինարարությունը։ Բարձրացնում էր մարդիկ ֆինանսներ էին ներդնում։ Ու վերջ։ Շատ մարդկանց սկիչ եմ էլ ճանաչել, սկիչ եմ էլ տեսել։ Բայց իրանք իրենց ներդրումներ արել են եկեղեցում, եւ այսօր կային ամեն ինչը կար։ Գիտեք, մենք պետք է շարունակենք վստահել Աստծուն։ Գիտեք, ուզում եմ 3 հրաշալի մարդկանց մասին էլ խոսել։ Դանիելի նույն գրքի 3-րդ գլխի մեջն է Միսակը, Սեդրակը, Հաբեդնակովը։ Մարդիկ, որոնք որ հավատում էին Աստծուն ու վստահում էին Աստծուն։ Հիմա նայեք։ Չգիտես ինչ ես թագավորները քնում ելում են մի հատ օյնբազություն են մտածում։ Մի հատ արձան եմ կայնացնում, դահոլը խփում է, զուրն են խփում է, սաղ պետք է ինգնեն ու սկսեն երկրպագել։ Ով չերկրպագես նայեք տեսեք, հնոցները սենց տակ սենց գցելու են մեջը։ Գիտեք, գուցե շատերս այսօր գիտեք ինչ կարող եմ մտածեին։ Դե Հիսուս ջան, նայի, ես ծնկի եմ գալի, բայց ես քո առաջ եմ ծնկի գալի, հա։ Ես իր առաջ ծնկի չեմ գալի։ Դե Հիսուս ջան, ես բաժակը որ բեգալել եմ, նայում եմ մեջը գինին կարմիր կչկչում է։ Դե եսի խոմ ես գինի չեմ խմում, եսի հաղորդություն եմ խմում, որտեղ չգայթակղվեն։ Ոսած մի ամբողջ բաժակ գինին գնաց։ Երկրորդը ասում է Հիսուս ջան, ես էլ երկրորդ հաղորդության գինին եմ խմում, որ հանկարծ չգայթակղվեն։ Չմտածեն, որ ես հավատացյալ եմ դարձել գինի չեմ խմում։ Այո, ես քրիստոնյա եմ դարձել 95 թվին եւ մինչեւ հիմա արդեն 30 տարի է, ես գինի չեմ խմում։ Ես օղի չեմ խմում։ Մի հատ բան ասեմ մարդու չասեք, առավել եւս հիմա չեմ էլ չխկացնում։ Մարդիկ ինչ կմտածեն։ Գիտեք, ես վերջերս մի խնջույքի էին գրավիրված։ Գիտեք, ես ինչ հասկացա։ Ու վերջերս դաշտուտ էլ է հասկացա։ Տղամարդիկ նստում են, մի 2-3 բաժակ խմելուց հետո հանում են իրենց ծխախոտները, գցում են սեղանին, մի սեղանի վրա 10 հոգի տղամարդ կա, կարող 10 էլ միանգամից կպցնեն սիգարետները։ Ու իրանք չեն էլ մտածում։ Հաշվի չեն էլ առնում, որ կողմ կա կանայք, երեխաներ, ու իրանք ծխնելուզից սկսում են ծուխը բաց թողել։ Բայց դու մտածում ես, բա մարդիկ ինչ կմտածեն, եւ որ ես ձեռքերս բարձրացնեմ, ասեմ, Տեր, շնորհակալ եմ այս կերակուրի համար եւ ուտեմ իմ կերակուրը։ Իսկ իրանք ինչ չեն մտածում, որ դու ինչ կմտածես, եւ որ ինքը ծխում է ու փչացնում է քո առողջությունը, դու պետք է մտածես, թե որ քո ձեռքը բարձրացնում, Տեր, շնորհակալ եմ, դե լավ, ես ձեռը չեմ բարձրացնի։ Սեղանի տակս ձեռներս կկպցնեմ իրար, ես կմցնեմ սեղանի տակը, որ մարդ չտենա, ու կասեմ Հիսուս, շնորհակալ եմ, թող հանգարց չիմանա, որ ես հավատացյալ եմ։ Սեքս էլի եկեղեցիկ ամեն մարդիկ ովքեր ում ես կլսեք, դուք պատկանում եք տիեզերքը, այս գալակտիկան ստեղծող արարիչ Աստծուն։ Ինչից եք ամաչում։ Մերկ եք, որ ամաչում եք։ Ինչից եք ամաչում, որ ասեք, որ ես քրիստոնյա եմ։ Դա նշանակում է, որ դու պրոստը չես վստահում Աստծուն։ Եվ գիտեք, այս 3 երիտասարդը մտածեցին։ Պատկերացրեք, մի պահոկի փորձեք պատկերացնել։ 1 միլիոն ժողովուրդ, բոլորը կանգնած են, մեկ էլ սրինգի ձենը գալիս է տու, մեկ էլ բոլորը ծնկի են գալի, 3 հոգի կանգնած են։ Ինչ եք մտածում, այդ 3 հոգին կերևան, թե չէ։ Թագավոր ասեց,
Ձեզ մի հատ եմ շանս տալիս, նայեք, հա։ Այս անգամ կրակ ավելի է բորբոքվելու։ Մի քիչ բառերով եմ պատմում։ Ասին հոգ չի մեր համար։ Ուզում ես 3 անգամ շանս տուր։ Ուզում ես 3 անգամ բորբոքի կրակը, 17 խոսքը 3-ին, այք ինչ ասում։ Ահա մեր պաշտած Աստվածը մեզ բորբոքած կրակի հենոցից ազատելու կարող է։ Կարա ազատի։ Դու պետք է ասես վստահության խոսքը։ Քո ձեռքից դել մեզ պիտի ազատի ով թագավոր։ Դուք պետք է ասում եք 1 միլիոն մարդ կայնացա 3 հոգին 1 միլիոնի դեմ։ Առավելևս թագավորի դեմ։ Այսօր քո տան անդամներից մեկը քեզ հալածում է, վայ, Հովիջան, չեմ ուզում եկեղեցի գամ, ասում ես ինչի։ Քերուս կնգա մորքորի հորողբոր աղջիկ ասում են աղանդավոր է, չէ՞ տամ եկեղեցի, որ հանգարց ինք էլ բան չասի ինձ։ Ասում եմ, բայց քեզի հայտնի լինի ով թագավոր, որ մենք քո աստվածները պիտի չպաշտենք եւ քո ոսկի արցանիդ երկրպագություն պիտի չանենք։ Դուք հասկանում եք ինչ ասում։ Մենք չենք վախենում մեռնելուց։ Մենք քո Աստծուն չենք պաշտելու։ Սա գիտեք ինչ է խոսում, որ ես վստահում եմ Աստծուն։ Ես վստահում եմ Աստծուն։ Ինքը կարա ինձ փրկի, եթե չփրկել մեկա, ես քո Աստծուն պաշտողը չեմ։ Ուղիղ չվերթով կգնամ տուն։ Դուք մտածեք, որ գնալու եք ուրիշ տուն։ Գիտեք, սա խոսում է, որ մարդը վստահում Աստծուն։ Գուցե մեկ ասի հովիվ, ես այնքան ֆինանսական խնդիրներ ունեմ, աղոթում եմ, ոչ մի բան չի լինում։ Ես քեզ ուրիշ բան կարող եմ ասել։ Վերջի անգամ երբ ես քո սենակում լսել Սուրբ Օգուն։ Դե Հովիջան, ես 5 տարի աղոթում եմ, չեմ լսում։ Ուրեմն չգիտեմ դու ես աղոթում։ Ես չգիտեմ քո ուղղվածությունը ում է։ Եթե Տերը քո հետ չի խոսում, ուրեմն ես չգիտեմ դու ինչ ես աղոթում։ Եթե դու Տիրոջ ներկայության մեջ ես, ես չգիտեմ դու ես աղոթում։ Ես ուզում եմ, որ քո հոգևոր մակարդակը փոխվի ավելի բարձրանա, որ մենք ճանաչենք իրական Աստծուն, եւ որ մենք իրական Աստծուն կճանաչենք, մենք կսկսենք ամբողջովին վստահել, որովհետեւ գիտենք ինքը ինչ կարող է անել։ Լսել եք այսպիսի խոսակցություն, հունվար փետրվար ամիսները ամենադժվար ամիսներն են։ Լսել եք։ Ես էլ եմ լսել։ Ու գիտեք ինչ եղավ։ Ես դեկտեմբերին կանգնեցի Աստծո առաջ ու ասի Տեր, ես չգիտեմ հունվար փետրվարը ում համար է դժվար լինելու, իմ համար պիտի հեշտ անես։ Ես չգիտեմ ով է գործ ունենալու, ով գործ չունենալու, ես չպետք է պարապ մնամ։ Ես չգիտեմ ով ինչքան ֆինանսներ աշխատելու, իմ բոլոր ամսվա ծախսերը ճաշված, որ ես կարողանամ նաև մարդկանց օգնել, այդ ֆինանսները պետք է լինի։ Ու գիտեք, արդեն գիտեք քանի տարի է։ Այս տարի հունվար փետրվար ամսին ես ավելի շատ գումար եմ աշխատել, քան ամառվա մեջ։ Քան ամառվա 3 ամիսը։ Ես ավելի շատ գումար աշխատել եմ հունվար փետրվար ամիսներին, որտեղ մարդիկ մտածում են, մարդիկ նոր տարին են փողերը ծախսել են, ինձ հետաքրքիր չէ ով ինչ արե։ Ինձ հետաքրքիր չէ ով ինչքան է փող ծախսել սեղանների վրա։ Ինձ հետաքրքիր է մի բան, ես վստահում եմ ամենակարող Աստծուն եւ ինքը իմ համար հոգ է անում։ Ոնց անում, ես չգիտեմ, այդ ինքն է անում։ Ես չգիտեմ ինքը ոնց է հոգ անում, բայց հոգ է անում։ Դե Հովիվ ջան, դու հով ես դրա համար քեզ հոգ անում։ Բարև ձեզ։ Այդ նույն Աստված քո Աստվածն է։ Գարա քո համար հոգ անի։ Դե չէ Հովիվ ջան, մենք էլ այդքան հավատք չունենք։ Իսկ ով ասում որ ես ունեմ։ Ես պարզապես վստահում եմ իրեն։ Դե դու գիտես։ Դու իմ համար հոգ պիտի անես։ Ես քո երեխեն եմ։ Սելի ծնողներ,
Եվ որ ձեր երեխաները 8, 10, 15 մինչև անգամ տարեկան են, ով է իր համար հոգանում։ Ձեր երեխան քանի տարեկան է։ Ամենափոքրը 4 տարեկան է։ 4 տարեկան երեխան առավոտ արթնանում է, ձեռսս դնում է գլխին։ Այսօր ինչ դեպեմ։ Այսօր որտես դիփող ճարեմ։ Այր էս պետք նա։ Գալիս եմ մամա սոված եմ։ Բալես հաշկա։ Մամա սոված եմ։ Բալես լսված եմ։ Մամա սոված եմ, ինձ հետաքրքիր չի։ Մամա հաստուր ուտեմ։ Հələ խամ, մամա չգիտեմ ինչ ուզում ես արա, հաստուր ուտեմ, սոված եմ։ Հաշ չես տալիս, սկսում եմ լատել։ Հաց եմ ուզում։ Գիտես 4 տարեկան երեխային չի մտածում ինքը, որ մաման փող չունի։ 4 տարեկան երեխան մտածում որ իր մաման ու պապան ամենակարող են։ Թե իրանք ոնց են դրամները ստեղծում, 4 տարեկան երեխայի հետ ընդհանրապես հետաքրքիր չի։ Իրան հետաքրքիր է մի բան։ Եվ որ ինքը սոված է կուշտլի, եւ որ մեր կա տակելի, թե մաման ու պապան ոնց են այդ ամսվա կոմունաները վճարում, 4 տարեկան երեխայի հեշտ պետք չի։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Որ Հիսուսը վերցրեց գուցե մի հատ 4 տարեկան երեխա, գուցե, չգիտեմ, տարիքը գրված չի։ Եվ ասեց, եթե այրա նման չլնեք, երկինք չեք կարող մտնեք։ Հիմա ասես, հոր ջան, մենք 50 դու 50 տարեկան ես, մեկը 70, մեկը ո՞նց կարանք իշտենք դառնանք 4 տարեկան երեխա։ Գիտեք ինչ ամենահետաքրքիրը։ Եվ որ ես հասկանում 4 տարեկան երեխան ոնց իր պապայի մամայի հետ վարվում, ես կարամ այդպես իմ պապայի հետ վարվեմ։ Այո, որ ես կարողանամ այդպես վարվել, ես դառնում իր նման 4 տարեկան երեխա։ Ու ամեն բանում ես վստահում եմ Աստծուն։ Այս տղաները տենց էին։ Ինչ ուզում ես արա։ Մենք խնդիր չունենք։ Ու պատկերացնում եք, իրանք հայտնվում են հնոցի մեջ։ Հետո ամենահետաքրքիր ավելի հետոնա, ասում է որ դուրս եկան, որ դուրս եկան, ծխի հոտ չկար վրեքից։ Մի հատ փոքր եսքան կրակ ես վառում, հատկապես երկար մազեր ունեցող քուրիկները, մի անգամից լոգարան։ Քաշում են հոտենա, այս հոտա գալի, նոր ես կրակը վառը դրամ էլ հոտա գալի։ Բայց ասում է իրանց շորերի վրայից անգամ ծխի հոտ չկար։ Դուք պատկերացնում եք մարդը հնոցի մեջն է, հնոցից դուրս է գալի, վրից ծխի հոտ չկա։ Դա գիտեք ինչ է նշանակում, ես վստահում եմ Աստծուն։ Ես ճանաչում եմ Աստծուն, ես վստահում եմ Աստծուն։ Գիտեք իմ համար մի հերոս էլ կա։ Դա Հեսուն է։ Եկավ կանգնեց Երիքովի մոտ մանա գալիս։ Հրեշտակ ասաց Հեսու, սենց են կանում։ Գիտեք, ռազմիկի համար, ռազմիկ անունը չէ, ռազմիկ դա զինվորի մասին է, ալի գրագետ, հա։ Ասել որ այս պատերի շուրջը օրը մի անգամ ֆռում եք, վերջի օրը 7 անգամ եք ֆռում ու սկսում եք գոռալ։ Այս պատերը կքանդվեն։ Ու վերջ այդքան բան, հա, բա ո՞նց են քանդվելու։ Այս պատերը բա ո՞նց են քանդվելու։ Ո՞վ է քանդելու։ Մենք ոչ մի բան չունենք։ Ոչ ամունալ ունենք, ոչ թնդանոթ ունենք, ոչ ո՞նց է քանդվելու։ Գիտեք, այդպես հարցեր չտվեց։ Այդ դեպքում ինչի եք դուք, սիրելի եկեղեցիկ, ամեն մարդիկ ովքեր որ մեզ լսում են, եւ որ Աստված դες մի բան ասում, 550 հատ հարց ունեք։ Ինչ չեք վերցնում անեք, ինչ որ ինքը ասում է։ Բայց մեկը ոնց է լնելու։ Բայց հետո էսի ոնց է լնելու։ Աստված ասում է վերկած գնա արագած։ Վերջ։ Всё։ Ինչ անելու, ոնց անելու, ինձ հետաքրքիր չի։ Ում ես հանդիպելու, ում հետ ես խոսալու, ինչ ես անելու, ինձ հետաքրքիր չի։ Ասել ես գնա, գնում եմ։ Ասել ես գնա, գնում եմ։ Գիտեք ինչ շատ անգամ մարդիկ հարցում են, ինչի արագացավ անասում, չգիտեմ։ Իրեն հարցրեք։ Ինչ իմանամ, ինչի։ Որ այս մարդիկ այսօր փրկվեի։ Որ այստեղ եկեղեցի բարձրանա։ Որ շատ մարդիկ գան տեսնել Տերը 4 տարվա մեջ ինչ արել
Ուսես գիտեք, զարմացած հետ գնան, որ ոնց 4 տարվա մեջ Տերս այս բաներ կարա անի։ Ես ոչ մի հարց չեմ տվել։ Բա ոնց եմ գնալու գամ։ Ինչ եմ ընդեղ ուտելու։ Մարդիկ կա, որ իրանք լավ գիտեն։ Նստել ենք սենց խոտերի վրա, տելեֆոնս փռել ենք մեր համար սեղան խոտերի վրա ու ոչ մի բան չունեինք։ Ստիված ապխտած հավ էինք առնում, որ գոնե փածելներ։ Ձեռներով սենց պոկում էինք, չնայած լվացված էինք այդ բախտը։ Ժողովուրդը կեսը խոտեր հավաքում, կեսը չգիտեմ քարեր հավաքում, բայց բոլորը ուրախ էին, որտեղ Աստծո տուն էին սարքում։ Ուզում եմ կարդամ 16 խոսքի երկրորդ մասում ասում է աղաղակեցեք, որովհետև Տեր այս քաղաքը ձեր ձեռքն է տալու։ Աղաղակ, մենա գոռալու, որ քաղաքը տալու իր ձեռը։ Գիտեք, քո պատկերացրածից վեր բան ասում Աստված։ Հարց կվստահես իրեն թե չէ։ Դուք պատկերացնում եք, օրինակն եմ, զուտ օրինակ եմ բերում։ Դու 65-ից ավել կին կամ տղամարդ ես եւ ասում ես դու շպագատիչն ես։ Հես ին ոսկորները խաբարես Տեր ջանի ինչ ա եղել։ Մարդը արդեն ոտերը ձգում է, դենա կարա շպագատիչն չէ։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Մի բան կա, ասում է պիտի իշտես։ Օրինակն եմ սա բերում, զուտ օրինակ, որ քո խելքից դուրս բան է։ Այդպես մի հատ այստեղ կշարունակեմ հեսա։ Նման բժշկության ծառայությունից հետո քարոզիչը ասում է հիմա այնպիսի գործողություն, որ միջև աղոթքը չէիր անում։ Ուտես մի տատիկ ուզում է շպագատ իշտի, ասում է ինչ ես անում, ասում է դե ուզում եմ շպագատ իշտեմ, միջև այդ շպագատ չէի իշտում, հենամ կարամ իշտեմ։ Գիտեք մի բան ասեմ, երբ որ Աստված ասում, ուրեմն իշտես։ Որտեղ վարկյանական քո բոլոր մկաններով ոսկորները այնպիսի իրավիճակ կկառուցվի, որ դու հանգիստ կարաշտես առանց վնասվածքի։ Բայց երբ որ Աստված չի ասում ընդհանուր այս 5 կիլոգրամ ավել ծանր բանը վերցրա դիրեն կողմ մի արա։ Ու նայեք, Հեսուին ասեց պատերը կքանդվեն։ Ու 20 խոսքում նայեք ինչ ասում, ժողովուրդը աղաղակեց, որովհետև փողերը հնչեցին, եւ ժողովուրդը փողերի ձայնը լսեց ու բարձրաձայն աղաղակեց, պարիսները վայր ընկան։ Վայր ընկան։ Գիտեք ինչ եմ ուզում ասել քեզ։ Երբ որ դու Աստծո ասած անելու ես, քո կյանքի խնդիրները առողջական կլինի, ֆինանսական կլինի, ընտանեկան կլինի, վայր են ընկնելու։ Վայր են ընկնելու։ Վայր են ընկնելու։ Որովհետև դու վստահում ես Աստծո ասածին։ Բայց երբ որ քո համար միևնույնն է, քեզ հետաքրքիր է ինչ ասում ChatGPT-ին կամ քեզ հետաքրքիր է ինչ ասում, չգիտեմ, Instagram ու Facebook-ը, քո այդ խնդիրները ոչ թե վայր են ընկնելու, ավելի են բարձրանալու։ Ցանկացած պատ քո կյանքի համար, դա կլինի առողջական, դա կլինի ֆինանսական, դա կլինի ընտանեկան, վայր ընկնելու։ Վայր ընկնելու, երբ որ աղաղակես։ Դա նշանակում է դու վստահեցիր Աստծո ասածին ու աղաղակեցիր, չմտածեցիր գնամ թնդանոտ բերեմ, խփեմ այս պատը քանդեմ։ Սա ամենակարևոր բանն է, դու խոսում ես, որ դու վստահում ես։ Վստահում ես։ Գիտեք մի մարդ կար։ Ասաց, եթե դու Հիսուսն ես, որովհետև ես երկար տարիներ ծովի մարդ եմ, ու իմ բոլոր հաշվարկներով անհնար է, որ մարդը կարողանա ջրի վրա կանգնի։ Եթե դու Հիսուսն ես, ասա ես էլ կանգնեմ։ Ասաց, արի։ Քանի դեռ վստահում էր Աստծուն ու նայում էր, կանգնած էր։ Ասաց, ես կարող եմ նավի մեջ եմ, խաբար չունեմ, իջել եմ, ինձ բանկա չէ, մարդիկ մեկ-մեկ ասում են, հերիքա քեզ ներշնչես։ Իբր հավատքը ներշնչանք է, էլի։ Հավատքը յոգա չի, որ ներշնչես։ Մի հատ ուրիշ բան էլ կա, չէ, ասում թե դու թանչի ամեն մարդու բան չի։ Դու պետք է կարողանաս ուժեղ լինել, որ հավատքի մարդ լինես։ Հավատքի մարդ լինելը ուժեղների գործ է։ Թույլերը, վախկոտները, տկարները, իրանք չեն կարող հավատքի մարդ լինել, որովհետև առաջի դժվարության դեպքում իրանք փախնելու են։ Ադոր շատ անգամ պատերազմում փախան մարդիկ, թողելով մեր 18 տարեկան երեխեքին։
Լավ է, որ այսօրը պատերազմը կանգնեց։ Այլապես այդ 5-6 հազարը դառնալու էր ավելի շատ։ Գիտեք, դու երկու տարբերակ ունես, կամ վստահելու ես Աստծուն կամ ոչ։ Գիտես, հենց նայեց ալիքին, սկսեց սուզվել։ Ու ինչ ասեց, թեր հավատ, ինչի երկմտեցիր, ինչի քո վստահությունը կորցրեցիր, միջև այդ լավ էլ վստահում էիր։ Հիմա հարց առաջանում, եւ որ դու ճանաչում ես Աստծուն, դու ոչ մի բանից չես վախենում։ Դու վստահում ես իրան, շարժվում ես առաջ։ Ու բոլորը ասում են, դու ո՞նց քայլեցիր, այդ ջրի վրա գնացիր։ Չգիտեմ, ես վստահում եմ իրեն։ Ոնց քո ֆինանսական հարցերը լուծվեց, չգիտեմ, ես վստահում եմ իրեն։ Ոնց քո առողջական հարցերը լուծվեց, չգիտեմ, ես վստահում եմ իրեն։ Ոնց քո ընտանիքում խնդիրներ լուծվեց, չգիտեմ, ես վստահում եմ իրեն։ Ոնց այս հարցը լուծվեց, չգիտեմ, ես վստահում եմ իրեն։ Ոնց մեքենայի հարցը լուծվեց, չգիտեմ, ես վստահում եմ իրեն։ Այս խնդիրները ոնց, չգիտեմ, ես վստահում եմ իրեն։ Ես վստահում եմ իրեն։ Որտեղ ես ճանաչում եմ, որ ինքը ամենակարող Աստված է, եւ ինքը ամեն բան կարող է անել։ Ասես այդ դեպքում քո կյանքում ոչ մի խնդիր չկա, այնքան խնդիրներ կան։ Բայց ամեն անգամ երբ որ խնդիրը բարձրանում ես, ուզում եմ ավելի վստահել իրեն։ Եվ ես արագ մի բան էլ կուզենամ ասել, մյուս կերպարը Գեդեոնը։ Գիտեք, Գեդեոնը ասես, Գեդեոն, գնալու ես, դատավորած գրքում ա գրած։ Ասես գնալու ես մադիանացիների հարցերը լուծես։ Ասես ես ինչ մադիանացիների հարց լուծող։ Ասես եթե քո հրեշտակն իմ հետ խոսում, մի ասես բան եմ ուզում անեմ։ Բուրդը կդնեմ, թող ցողը բրդի վրա լինի, մնացած տեղերը չլինի։ Անոթ լավ տեսա, կարող մի բան են չէր։ Կարող է իր գունը մեկ եկել էր ցնցուխոլ ջուրը լցեվերեն։ Ասես հիմա հակառակն եմ ուզում անես։ Հակառակն էլ եղավ։ Էլի սիրտը դողում է։ Ոնց 300 հոգով մենք կարանք հազարավորների հարցը լուծենք։ Ասես ես սենց եմ ուզում։ Ասես լավ, ես ինչ վախկոտ է։ Բայց ցոտիկի քեզ ընտրել եմ։ Պետք է անես։ Ասես վերցրա մեկին գնա բանակը։ Գնա տես ինչ են խոսում։ Գնում ու տեսնում ա որ մի հատ մադիանացի մեկին երազապատում։ Խնդրեմ գաք նվագեք էլի։ Երազապատում։ Այդ երազի մեջ խոսում ա որ ինչ որ պատմություն մեկ եկավ, գլխի վրա ամեն ինչը շուռ տվեց վրաները։ Այդքանից հետո նոր ինքը սկսում ա մտածել, որ գնանք։ Գիտեք, 10 քանի ձևով կոպիտ ասած, երբեմն մենք Աստծուն փորձում ենք։ Եթե դու ինձ ուղարկում արագածավան, թող այսպեսի մի հատ զանգ էլ է գալիս։ Լավ, էսի չեղավ։ Եթե դու ինձ ուղարկում արագածավան, մեքենայով գնալու եմ, այդ փոս եմ գնալու, ու մեքենայից անիվը չկոտրվի։ Ինքը վստահ որ կոտրվել է, որտեղ գիտի որ այդ անիվները ամենայն էժան չինական վատ որակի անիվներն են, կոտրվի։ Չկոտրվեց։ Այն մարդ էս էլ չեղավ։ Եթե դու ես ուղարկում ինձ արագածավան, անենց անհավանական բաներ ասում, այդ բոլորը լնում է։ Ու վերջում էլի չի կարողանում հասկանա, որ ես դի վստահ եմ Աստծուն։ Ես պարզապես դի վստահ եմ, ուրիշ տարբերակ չունեմ։ Գիտեք, ինչքանով ճանաչում ենք, այնքանով վստահում ենք։ Ինչքանով ճանաչում ենք Աստծուն, մենք այդքանով ենք վստահում։ Մենք ավել չենք կարող վստահենք։ Մենք ավել չենք կարող վստահենք։ Ես դու երբես ճանաչում Աստծուն, երբ որ դու իր ժամանակ չունես։ Գիտես, 24 ժամվա մեջ 3 ժամ դու ունես Facebook-ի, Instagram-ի հարևանների հետ կոֆե խմելու, սրան նրա բամբասելու համար, բայց 1 ժամ ժամանակ չունես իր այդ ժամանակ անցկացնելու, ավելի ճանաչելու։ Այդ դեպքում դու ես վստահում։ Հովիվ ջան, ես մի լավ հարևան ունեմ, անունը Վարդուշ է։ Կասես չոտի ամեն ինչ ասում է։ Ես վստահում եմ իր ասածին։ Միթե ինքն է քո Աստվածը։ Միթե ինքն է քո Աստվածը։ Գուցե ինքը Աստծո մարդ է։ Բայց ինքն էլ կարող է ինչ-որտեղ սխալվել, որտեղ ինքը Աստված չի, բայց Աստված երբեք չի սխալվում։ Մենք կարող ենք սխալվել մեր լսելու մեջ,
մեր գործերի մեջ, բայց երբեք Աստված չի սխալվում։ Երբեք Աստված չի սխալվում։ Երբ որ մենք վստահում ենք Աստծուն, Աստված գիտի ինչ անում։ Գիտեք, Աստված անհավանական բան կարող է քեզ ասել։ Երբ որ դու վստահում ես, ասում ես այո եւ ամեն, իմացած է դա լինելու է։ Դա լինելու է։ Գիտեք, ինչ վերջի տեղը կկարդամ, դա շատ տարիներ առաջ մի գիրք էի կարդում, Օսվալդ Սմիթի գրված։ Եվ այդ գրքում գրում էր մի պատմություն։ Գուցե շատերդ լսել եք, բայց ուզում եմ այդ պատմությունը խոսքիս վերջում ասել։ Ասում եմ Նիագարայի ջրվեժի վրա մի լարախաղաց լարը կապել էր եւ ինքը գնում գալիս էր։ Եվ բազմությունը հավաքված, բոլորը ասում են վաու, վաու, վաու։ Ու լարախաղաց ասում է հետ եկավ ժողովրդի մոտ ասեց. դուք հավատում եք, որ կարող եմ մեկին իմ ուսերի վրա անցկացնել մյուս ափը։ Ասում բոլորը գոռում էին, այո, ես հավատում եմ։ Ասում եմ արջևում կանգնած մի ցածրահասակ մարդու ասեց, արի քեզ տանեմ, ասեց ոչ ես։ Ոչ ես։ Եվ այդ պատմության մեջ ասում եմ մեկը համարձակվեց առաջ գալ։ Ասում եմ բարձրացավ լարախաղացի ուսերին եւ նրանք ասում հասել էին պարանի մեջտեղի հատվածում, Թշնամին թուլացրեց պարանը եւ սկսեց պարանը ճոճվել։ Ասում ես մարդուն ասեց շատ զգուշ իմ ուսերից իջի ու կանգնի պարանի վրա։ Եվ բռնվելով ինձանից, ինչ քայլ որ անում եմ դու դա արա։ Եվ ասում եմ մարդուն ապահով հասցրեց ափ։ Գիտեք շատ անգամ մեր Աստված ուզում այսպես մենք վստահենք իրեն։ Որ երբ որ գիտես դու վայրես ընկնելու, վստահես իրեն, ինքը քեզ ապահով ապա հասցնելու։ Ինքը քեզ ապահով ապա հասցնելու։ Չէ, ես վստահում եմ քերոս տղային, որտեղ ինքը ինձ խոստացել է, որ փող կտա տուն կառնեմ։ Տունը ճարում ես, գնում ես, ասում ես, այսքան փողա պետք, հա, ասում ես շատ լավ է, այդ տունը ես կառնեմ։ Ասում բայց դու ինձ էիր խոստացել։ Բայց ես քեզ ինչի վստահեցի։ Եվ ինքը առնում է տունը, ավելի թանկով վաճառում է, ու դու նայում ես ու հասկանում ես, որ ինչի վստահեցիր։ Դու կարող ես ուրիշ բան անել։ Գիտեք, սա այնքան կարևոր է սիրելի եկեղեցի կամ այն մարդիկ, ովքեր մեզ լսում եք հասկանաք։ Չկա Աստծոց ավելին։ Չկա իրանից ավելին։ Մենք քիչ առաջ երգում էինք, ինչ մեծ ես դու։ Ինչ մեծ ես դու։ Իրականում Աստված քո համար մեծ է։ Թե ուղղակի երգի բառերը երգում ես։ Եվ որ Աստված քո համար մեծ է, դու կվստահես իրեն։ Քո կյանքի ցանկացած իրավիճակը կվստահես իրեն։ Որտեղ բաներ կա դու չես կարող անել։ Գիտեք, ես հիմա դժվարություններ ունեմ։ Ես չեմ կարող ոչինչ անել, բայց ես վստահել եմ Աստծուն։ Ես հավատում եմ։ Այն Աստված, ով որ ես հավատում եմ, ինքը ամեն բան կարող է փոխել։ Գիտես, սա այնքան կարևոր է, որ դու իրականում վստահես։ Կանգնես ջրի վրա ու քայլես։ Գիտեք, հեշտ չի իջնել լավի ջրի վրա։ Գիտեք, հեշտ չի տեսնել առյուծներին, որոնք ասես քեզ ներքևից նայում են, ասում են, դա տնան որ մաստա համովելնելու որ ուտեմ։ Գիտեք, հեշտ չի նայել կրակը, որը որ քեզ գցելու են այս այդ կրակի մեջ, միջև անգամ Տիրոջ խոսքը ասում է, որ կրակը լափեց գցողներին։ Գիտեք, դա հեշտ չի։ Գիտեք, բայց թագավորը տեսավ, որ այնտեղ 3-ի փոխարեն 4-ն են։ Բայց միջև այնտեղ 3-ն էին։ Գիտեք, Աստված քեզ կրակի մեջ է սպասում։ Այստեղ չի սպասում։ Ու ասում ես չեմ ուզում այդ կրակը։ Ասում ես ստեղ եմ։ Վստահի ինձ։ Քեզ ոչինչ չի։ Չէ, Տեր, կլինի ես խոնարհվեմ, բայց գիտես ես քո առաջ եմ խոնարհվում։ Քեզ քո առաջ եմ ծնկի գալիս Սուրճ ջան։ Ես քեզ եմ աղոթում։
Գիտեք, դադարեք նման, կներեք այս բառիս համար, մի քիչ կոպիտ է, բայց թույլ տվեք ասեմ, բլեֆներ անելուց։ Խմում եմ մի կուրքի կենացը, դու էլ հելում ես բաժակը ձեռդ, դե Տեր ջան, ես խոմ իրա կենացը չեմ խմում։ Իրանց հետ ուղղակի կանգնում են, որ չմտածեն, ես հավատացյալ եմ, ու սենց 150 հատ բան ես հորինում։ Դադարեք հորինել։ Դադարեք հորինել, դադարեք նման բաներ մտածել։ Սկսեք ավելի շատ Տիրոջ հետ շփվել, ավելի շատ իրան ճանաչել։ Եվ այդ դեպքում դուք ավելի շատ կվստահեք իրեն։ Գիտեք, մեկ է ինքնատերը։ Ամեն բանի վերջի խոսքը իրանն է։ Գիտեք, կապ չունի, որ բժիշկը ասում է մեռնելու ես։ Տեր, բա դու ինչ ես ասում։ Տերն ասում ապրելու ես։ Գնալով հիվանդությունը ավելի է սրվում։ Արդյոք կվստահես Տիրոջը մինչև վերջ։ Ավելի է սրվում, անկողնում ես, Տեր ինձ ասել ապրելու եմ։ Աղջի կամ տղա, մեռնում ես արդեն։ Չգիտեմ, մեռնում եմ, թե ինչ եմ անում, Տեր մեկ էլ գալիս է, հա, ասма Տերը ասել այդ ապրում ես։ Իքը գիտես որտեղի համար ասել, հավիտենական կյանքով ես ապրելու։ Չէ, Տեր ինձ ասել է, որ այստեղ եմ ապրելու։ Դու ուրիշ բան ես հասկացել։ Չէ, ես վստահում եմ Աստծուն։ Ու մեկ էլ հանկարծ գիշերը բոլորը քնած են։ Քո սենակում լույսը վառվում։ Տիրոջ հրեշտակ ասում է, Տեր կաց նստի։ Քեզ տաք հաց եմ բերել։ Տաք հաց եմ բերել, կեր։ Ասում ես, Տեր, իմ կոկորդը բոլորովին փակվել է։ Այդ քասկեղի ամեն ինչ արդեն ինձ խեղդում է, կեր։ Բայց որ դու ասում ես կուտեմ։ Վերցնում ես այդ հացը, սկսում ես ծամել։ Զգում ես, որ կուլ տվեցիր ինքը գնաց։ Ոչ մի խանգարող բան չկա։ Զգում ես, որ աչքերդ գույնը փոխվեց։ Առավոտյան բոլորը արդեն խոսացել են մսավաճառի հետ, որ դիգա ցուլիկը մորթի։ Այն մեկը դագաղագործի հետ է խոսացել, որ էժանով դագաղա տալի։ Այն մեկը արաղի ծախող հետ է խոսացել, որ էժան արաղա տալու առանց աքսիս։ Մեկը թաղում է, ոչինչ դնենք սեղանին կետա։ Այն մեկը խոսացել է, elə առատելուց մը լսեք։ Տերը ինձ ասել էր, որ դու ապրելու ես, ես վստահել եմ Տիրոջը։ Հովիվ, դու երևի հեքիաթ ես պատմում, վերջի անգամ կարող է Անդերսենի հեքիաթներն ես կարդացել, ոչ, ես վերջի անգամ այսօր կարդացել եմ Աստվածաշունչը, և այնտեղ տենց է գրած, ինձ վստահող ամոթով չի մնա, ինձ հուսացող ամոթով չի մնա, ես հույսս դնում եմ իր վրա, ես վստահում եմ իր ասածին, ինձ Տեր ասել է, կրակով ես անցնելու, ջրի մեջով ես անցնելու, դժվարություններ ես ունենալու, բայց ես քեզ հետ եմ, ես քեզ հետ եմ, այդ նշանակում է, որ ես այդ ամեն ինչի մեջով անցնելու եմ, վրիցս խանձահոտ չի գալու, հետո ջրից դուրս գալու, ջուրը վրայից ես չի չռալու, Եկի կոպիտ եմ ասում, բայց կներեք, ջրից դուրս եմ գալու, չոր կրակից դուրս եմ գալու առանց ծխի հոտի, որտև ես վստահում եմ իրեն, վստահում եմ իրեն, դեր ինձ տարիներ առաջ ասել է, քո անձի փոխարեն մարդ, քո հոգու փոխարեն ժողովուրդներ եմ տալու, գիտեք այդ ժամանակ ես ոչ մի բան չէի հասկանում, որ ես պետք է մտնեմ միսիոներական դաշտ, ու գնալու եմ մարդկանց փրկելու, ես մտածում եմ հավերժ աշտարակ եկեղեցում, ուղղակի ծառայող եմ մնալու որպես ավետարանիչ ու վերջ, բայց Աստված ուրիշ դաշտ էր պատրաստել, գիտեք երբեք չէի մտածելու, որ Արայի լեռան տակ մի գյուղ կա, այդ գյուղում ողնաշարը ծռմռված մարդը դեռ իր վրա ձեռ չդրած Աստված բժշկելու են ուղիղ քայլելու է, երբեք դες բան չէի մտածել, բայց եղավ ու նման շատ բաներ կարող եմ ասել, երբ որ դու
վստահում ես Աստծուն, դու տեսնելու ես գերբնական բաներ։ Ասես Հովիվ ջան, ախր մեր գյուղը այնպիսի մի տեղ է, մոռացված։ Գիտեք, մի մոռացված գյուղ կա։ Այսօր ես գնում եմ, տեսնում եմ արդեն, գիտեք ինչ են արել։ Լույսի հայերեն ոնց է ստոլբեն։ Սյուներ են կանգնեցրել։ Իրանք մտածում են, որ այս գյուղում ապագա չկա։ Գիտեք, երբ որ լույսը գալիս է, ապագան գալիս է հետը։ Գիտեք, մի ժամանակ առաջ այս գյուղում էր լույսի սյուներ չկար կանգնեցված, բայց հիմա կարելի ասել համարյա բոլոր փողոցներում լուսավորված են։ Գիտեք, մի ժամանակ մարդիկ գազ չունեին, բայց ամբողջ թաղամասեր արդեն գազաֆիկացված են։ Գիտեք, մի բան կարող եմ ասել, երբ որ դու վստահում ես Աստծուն, Աստված ամեն բան փոխում է։ Վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ, Եբրայեցիս 10:35, նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ուստի ձեզանից մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Մեծ վարձքի հատուցում ունի քո վստահությունը։ Եբրայեցիս 10:35 մեծ վարձքի հատուցում ունի։ Գիտեք, երբեմն մենք չենք ուզում վստահենք ու չենք ուզում սպասենք։ Ուզում ենք արագ, հիմա։ Դե հիմա ինձ 2 միլիոն փողապետ չես տալի, ապսո բանկը տալիս է, գնում եմ։ Բանկը տալիս է։ Դուրը գնա հետո էլ փակվի։ Պատեր չես տալի փողը որ փակվեմ։ Բա ո՞նց է լինելու, Տեր ջան։ Բայց գնացի վերցրեցի։ Ես էլ մտածում եմ դու հրաշքարեցիր, որ բանկը ինձ փող տվեց։ Գիտեք, Աստված հրաշք չի անում, որ բանկը քեզ փող տա։ Աստված հրաշք անում, որ դու քո փողերը կարողանաս փակվես։ Ամեն։ Դու ընդհանրապես գնում ես մեզ պարտքի տակ։ Առանց Աստծուն հարցնելու։ Անեմ թե չանեմ։ Բա ինչ անեմ, Հովիկ ջան, Իվան դե չգիտեի ոնց անեի, փողի հարցեր պետք գնաց է վերցրել եմ։ Ու հիմա մտածմունքից ավելի է հիվանդությունը խորանում։ Որտեղ միջև այդ մտածում էր, որ գործ ունես, սո աշխատում ես, սա հարցերը լուծվում ասենց ամեն ամիս պլանավորած sense այսքանը տալիս եմ, այսքանը ապրում եմ, սո ընտիրա մեկ էլ գործից դուրս են անում։ Բարև ձեզ, հավատքի կյանք, ես եկել եմ։ Բարև ձեզ, հավատքի կյանք, ես եկել եմ։ Սկսեմ հավատալ։ Սա մեր իրականությունն է։ Ոստի ձեզանից մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի։ Եկեք վստահենք Աստծուն։ Ասես հով ես ուզում եմ վստահեմ Աստծուն, բայց ես իրեն չեմ ճանաչում։ Այդ դեպքում ես քեզ մի ուրիշ բան կասեմ, ժամանակ անցկացրու իր հետ։ Ժամանակ անցկացրու իր հետ։ Քո ծնկերը թող ծալվեն իր առաջ։ Քո ծնկերը թող չծալվեն ուրիշ տեղեր, թող քո ծնկերը ծալվեն իր առաջ։ Դե ով ջան ամեն օր գնում եմ, ես ինձ սուրբ եմ, ոմը վառում եմ, ճոկում եմ, աղոթում եմ, բայց բան չի փոխվում։ Գիտեք, Աստված ասում է, ես անձեռագործ, այդ ձեռագործ նկարների, այդ ամեն ինչի մեջ, այդ տաճարներում չեմ։ Ես քո մեջ եմ, քո մեջ։ Դու ես իմ տաճարը։ Դու ես իմ տաճարը։ Ես ունեմ քո մեջ ապրեմ, քո հետ ապրեմ, քո հետ ամեն օր քայլեմ։ Կարդացեք Աստվածաշունչը, դուք եք Սուրբ Հոգու տաճարը։ Դուք եք։ Կխնդրեմ քեզ մտածեք, ինչքանով եք վստահում Աստծուն։ Ինչքանով եք ձեր կյանքի իրավիճակներում վստահում իրեն։ Հովիվ ջան, ես ինչ դժվար թեմա ես ասում։ Այնքան լավ է խոսալ հավատքից, հրաշքներից, օրհնություններից, մենք ելել ենք ասենք հալելույա, ես այդ մտում տենամ, նա չեք եկե, որ քո բոլոր պարտքերը փակված են։ Գիտեք, ավետարան ասում է, որ վերջին օրերում մարդիկ գնալու են այն խոսքերի հետևից, որոնց իրենց ականջը շոյելու է։ Եվ այդ շոյվող խոսքերը կարող են քեզ կործանել։ Բայց ավետարանի այս ճշմարտությունը
քեզ երբեք չի կործանելու։ Քեզ բարձրացնելու է, քեզ օրհնելու է, քեզ բժշկելու է, քո կյանքում հրաշքներ անելու։ Մեր Աստված չի փոխվել։ Ինքը երեք, այսօր եւ հավիտյան նույն Աստվածն է։ Նույն հրաշագործ Աստվածն է։ Այն Աստվածն է, որը որ ցեղից սարքեց աչք դրեց քույրի մեջ, այն Աստվածն է, որ անդամալուծին ասեց վեր կաց։ Վեր կաց։ Ասեց մեկը չունեմ, ասեց վեր կաց։ Վեր կացա, վեշեր հավաքեց։ Ու գիտեք ամենահավորը որն է, որ փոխանակ մի հատ քահանայական ցեղ կար։ Ասեն, վաու, այս մարդը բժշկվեց։ Ասում են, լսի, հարմար չի շաբաթ օրը վեշերդ գալու ես։ Այսինքն այս մարդը որ բժշկվել է դի հեչ, բայց որ վեշերը վերցել է, հարմար չի, չպետք է վերցնես վեշերը։ Հասկանում եք մարդիկ ինչը ինչի հետ են փոխում։ Սիրելի եկեղեցի, փորձեք տեսնել Աստծո հրաշքները, ոչ թե մնացած մանր-մունր իրավիճակները։ Կենտրոնացեք Աստծո վրա, ոչ թե իրավիճակները, այս ինչ վեշեր են վերցնում ու դնում։ Մարդիկ փոխանակ իրականում ուրախանային հրաշքով հարմար չի շաբաթ օրը վեշերդ վերցնես։ Այն մարդը բժշկվել իր համար ինչ կապ ունի, շաբաթա, ուրբաթա, կիրակիա։ Այդքան տարի որ անդամալուց պարկած է, իրան այդ վեշերը հետաքրքիր չէ, որտեղ բժշկող ասեց վերցրա անկողինը դուսից գնա։ Վերցրա, այնքանում էր իր բժշկողի հրանգը։ Սիրելիս, երբեք մի վախեցեք մարդկանց կարծիքներից։ Արեք այն ինչ որ Տերը ձեր հետ կխոսի։ Ու կտեսնեք ինքը իր խոսքի հետևում կանգնած է։ Օ, ինչ լավ ես ասում։ Բա ո՞նց եմ ապրելու։ Իր խոսքով։ Ինքը քեզ ասելու է ինչ անես։ Ու դու տեսնելու ես իր հրաշքները։ Ամեն։